Այս գիշեր ևս Իրանն ու Իսրայելը փոխանակվել են նոր հարվածներով։ Իսրայելը թիրախավորել է Սպահանի միջուկային օբյեկտը, սակայն վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։ Չնայած Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարձակումների ալիքն ուղղված է Իրանում հրթիռների պահեստավորման եւ արձակման ենթակառուցվածքներին, սակայն կրկին թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ղոմ քաղաքի բնակելի շենքին հարվածից հետո խաղաղ բնակիչներ են զոհվել։ Իրանը դարձյալ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հարված հասցնելով հետախուզական գործակալություններից մեկի շենքին։ Իսրայելի կենտրոնում գտնվող բազմահարկ բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Մեծապես տուժել են հատկապես Հայֆան եւ Թել Ավիվը։ Իրանական այս հուժկու հարվածներին նախորդել էր Ժնևում եվրոպական եռյակի հետ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը, որ Թեհրանը չի բանակցելու իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ սպառնալիքի տակ է։ Դրանից հետո Արաղչին բանակցությունների համար մեկնել է Ստամբուլ, բայց մինչև այդ NBC-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգներին մեղադրել է դավաճանության համար։ Միացյալ Նահանգները դավաճանել է դիվանագիտությանը։ Վաշինգտոնի վերջին գործողություններն Իրանի համար անհնար են դարձրել նրան վստահելը։ Մենք այլևս պատրաստ չենք նրանց հետ բանակցել, քանի դեռ ագրեսիան շարունակվում է։ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, ինչպես պահանջել է Թրամփը։ Եվ դա ես հստակ ասել եմ դեսպան Ստիվ Ուիթքոֆին։ Հատուկ ընդգծել եմ, որ զրոյական հարստացումն անհնար է։ Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի հարստացնել ուրանը խաղաղ նպատակներով։ Սա մեր սեփական գիտնականների նվաճումն է։ Սա ազգային հպարտության եւ արժանապատվության հարց է։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ անհնար է կանգնեցնել Իսրայելին, երբ նա հաղթում է։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելը սահմանափակ հնարավորություններ ունի իրանական օբյեկտները ոչնչացնելու համար ու չի կարող շատ խորը հարվածել։ Հնարավոր է դա նույնիսկ անհրաժեշտ չլինի, ասել է նախագահը։ Թրամփը կարծում է, որ եթե Իրանին չկանգնեցնեն, նա կկարողանա միջուկային զենք ունենալ մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա ընթացքում։ Լրագրողները Թրամփին դարձյալ հիշեցրել են, որ ըստ Ամերիկայի ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի ոչ մի ապացույց չկա, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։ Իմ հետախուզական ծառայությունները սխալ են, այդ ով է մեր հետախուզական համայնքից հայտարարել, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում։ Թուլսի Գաբարդը, այո, նա սխալվել է։ Ամերիկացի պաշտոնյաները երբեմն շփոթվում են Իսրայելին պաշտպանելու եւ Իրանին մեղադրելու մոլուցքի մեջ։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Դորոթի Շին իր ելույթում սխալմամբ Թել Ավիվին է մեղադրել ահաբեկչության համար։ Իսրայելի կառավարությունը քաոս, ահաբեկչություն եւ տառապանք է տարածում ամբողջ տարածաշրջանում։ Իրանի կառավարությունն է քաոս, ահաբեկչություն եւ տառապանք տարածում ամբողջ տարածաշրջանում։ Իրանին շարունակում է աջակցել Ռուսաստանը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Ռուսաստանը ապացույցներ չունեն, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։ Sky News Արաբիային տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան բազմիցս տեղեկացրել է Իսրայելին Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ենթադրյալ մտադրությունների ապացույցների բացակայության մասին։ Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, բայց պատրաստ է օգնել Իրանին խաղաղ միջուկային զենքի մշակման գործում։ Թեհրանը բողոք է ներկայացրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի դեմ Իրանի խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ նրա կողմնակալ մոտեցման համար։ Բողոքում նրան մեղադրում են գործակալության չեզոքությունը խախտելու եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան փաստացի արդարացնելու համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։